Մեծարգո նախագահող հարգարժան պատգամավորներ քննարկվող նախագծի վերաբերյալ նախ եւ առաջ ուզում եմ անալ այն դիտողությունը, որ անձամբ իմ մեջ տպավորություն ստեղծում, ոնց որ դուք տեսնեք, ով որ պատգամավորն է, որ չի կարող գա քննարկման, արիք շուշուտ այդ օրենքը տանենք։ Ուրիշ բան չենք կարող ասել ձեզ, լսեք։ Որտեվ այս ձևի բանը, որ դուք ռևոլյուցիոն փոփոխություն եք անում հարկային համակարգում, սա պետք է գոնե քննարկման արժանի դառնար։ Մյուս բանը, որ ուզում եմ ասել, պարոն Միրիմյան, ես մի անգամ ձեզ գովացել եմ։ Ես հետ եմ վերցնում իմ խոսքերը։ Որովհետև մասնագետը չի կարող այս բանը գաստեղ պաշտպանել։ Հիմա ինչ ասում մեզ ընդհանրապես տնտեսագիտությունը։ Այստեղ նստած տնտեսագետներն էլ ինձնից առաջ ելույթ են ունեցել։ Ուրեմն սենց է։ Տնտեսագիտությունը մի հատկություն է։ Նախ, եթե բազային կրթությունը տնտեսագիտություն չի, զգուշ եղի արտահայտվելուց։ Կարող ես արտահայտել, բայց զգուշ եղի։ Եվ երկրորդ, եթե բազային կրթությունը տնտեսագիտությունն է, մինչև վերջ հետևողական եղի։ Տնտեսագիտությունը բարդ գիտություն է։ Ինքը գտնվում է տարբեր գիտությունների, հումանիտար եւ ճշգրիտ գիտությունների արանքում եւ կարա շփոթեցնի։ Իսկ հիմա ինչ է ասում տնտեսագիտությունը այս հարցով։ Տնտեսագիտությունն ասում է ուղղակի հարկերի դիֆերենցիացիան ցանկալի չի։ Մեր հանրապետության պատմության մեջ եղել է, ես տվել եմ արտոնություն HSBC բանկին որոշակի ժամկետով դրսից եկած մասնագետների համար։ Դրա շնորհիվ միջազգային բանկային համակարգը կայացել է։ Դուք չեք կարող ուղղակի հարկը դիֆերենցիալ։ Չեք կարող, որտեղ առաջերտի սահմանություն կա, որտեղ բոլոր քաղաքացիները հավասար են։ Անկախ նրանից, որտեղ է նրա աշխատանքը կիրառվում։ Իդեպ, անպայման այս օրենքը կտանենք սահմանադրական դատարան։ Երկրորդ, հնարավոր չի ուղղակի հարկը կիսել։ Դուք արդեն պրիորիտետ եք դնում մասնագիտությունների մեջ։ Մենք մի սխալ արինք տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ։ Նրանք դրա կարիքը չունեին։ Երկրորդ սխալը սա ենք անում։ Շահութ հարկի գծով շինանյութի արտահանման վրա տվել ենք արտոնություն։ Դուք կարող եք տարբերակել անուղղակի հարկը, օրինակ ակցիզը դրվում է ըստ ապրանքների, հնարավոր է հսկել։ Օրինակ ինչ ենք ասում ավելացված արժեքի հարկը վերացնենք, գնանք շրջանառության հարկի, հնարավոր է ըստ ճյուղերի տարբերակել։ Գույք հարկը հիանալի մեխանիզմ է տերիտորիաների տարբերակել եւ զարգացնել տարածքները։ Եթե ուրիշ բան գիտեք, եկեք սովորեցնեք մեզ, մենք էլ գնանք երեխեքին սովորացնենք։ Այնպես չէ՞ որ նույն ԵՏՄ-ում մեզ չեն ճանաչում, չնայած իմ դեմրելուն այնպես չի, որ մենք մեզ չեն ճանաչում կամ չեն կանչում, կարծիք չեն հարցնում։ Լսեք, փաստաթուղթը 100%-ով հակասում է տնտեսագիտական կանոններին։ Հիմա ավելի կոնկրետ, ինչին է Հայաստանում հակասում։ Առաջին, ով ասեց, որ շինարարի աշխատավարձն ավելի քիչ պիտի հարկվի, ընդհանրենք մետալուրգի աշխատանքից, մի հատ բացատրեք ինձ։ Կամ ինժեների, կամ էլ պրոֆեսորի գիտնականի աշխատանքից։ Եթե դուք շինարարին դնում եք 13%, գիտնականի 25%, գիտնականն է վճարում նրա հարկը։ Դա կոչվում է ասիմետրիկ խաչաձև սուբսիդիա։ Ես ինչի պետք է որպես պատգամավոր վճարեմ այն շինարարին, որը գնալու է մի հատ օլիգարխի համար աշխատի։ Հիմա այդ օլիգարխի մասին էլ կխոսենք։ Ինչի՞։ Որ տրամաբանության համար։ Եվ դուք դա համարում եք պետություն։ Ստացվում է, որ ամենալիբերալը, ամենասոցիալականը լիբերալներն են, որոնք նման կարգի մոտեցումներ չեն հանդուրժում։ Հաջորդը։ Ասում է, եթե Պողոսը աշխատի Ռուսաստանում կվճարի 13%, եթե նույն գործանի Հայաստանում կվճարի 24%։ Ինչի՞։ Մնում է դրանից հետո, որ բոլոր Պողոսները հնարավորություն ման, ինչպես անեն, որ աշխատեն Ռուսաստանում։ Այսինքն դուք ստեղծում եք մի օրիգինալ պետություն։ Այս պետության քաղաքացիները հետ այսու հնա պիտի արտադրեն հանրապետության տարածքից դուրս։ Այս ինչ փիլիսոփայություն է։ Երբևիցե միտեղ հավաքվել եք, նստել եք ձեր նախագահի հետ խոսեք, ես ինչ եք անում։ Արդեն սա 4-րդ թե 5-րդ որոշումն է, մեկը շահութարկեն 50 միլիարդի արտոնությունը, մյուսը տեղեկատվական տեխնոլոգիաները, հիմա այսեղ եւ շահութարկը կամ տակ եւ ամբողջ հարկային դաշտը դուք էրոզիայի եք ենթարկում։ Ինչ իրավունք ունեք։ Եղբայր դες չէ, որ փող չկար, հիմա այնց են կանում փող կա, վատ են կանում, ոչ, վատ է կանում, որովհետեւ դա խաչաձև ասիմետրիկ սուբսիդիա է։ Ես չի էլ քննարկում տնտեսագիտությունը այս հարցերը։ Հաջորդը։ Ասվում է 13%-ը, այստեղ 24 է։ Եղբայր նախ Ռուսաստանում 13 չի։ Ռուսաստանում 45 է բանի, սոցիոպարկի հետ միասին։ Դուք պարզապես օգտվում եք, համեմատում եք դուք ինձ մի ընդհատեք։ Տեղի աշխատող դուրս չկա, հիմա դա էլ ձեզ կպատասխանեք ու դուք կհասկանաք ինչ բան է տեղի աշխատող ու հիմա կբացատրենք ձեզ։ Ուրեմն դուք համեմատում եք մի հարկային համակարգ, որտեղ 24-ի մեջ սոցիալն նայելա,
մի հարկային համակարգեր, որտեղից սոցիալը դուք անում եք, բայց այդ 13% վճարածը այստեղի սոցիալի վրա է նստելու, այստեղից թոշակը ստանալու հետո։ Հասկանում եք ինչ եք անում։ Եվ վերջապես այդ անիմաստ տրամաբանությունը տեղի աշխատողի համար է։ Բացատրեմ ձեզ։ ԵՏՄ ստեղծվելուց հետո ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ ԵՏՄ-ում չի կարող լինել։ Միասնական տնտեսական տարածք, ու կտենակ շուտով այդ օրենքը կլինի։ Շուտով կբերեն հարկայինի փոփոխությունը, որ ԵՏՄ-ում չկա ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ։ Բերնականավ դες պիտի լինի։ Հիմա դուք ոնց որ գաք, այն քաբաբչիների պես, այն ոնց անում են, որ արյունածաղիկ են չրթում, սենց եք անում, քանի կա այն օրենքը չեն տրեք, գնաք եզի փակցնեք բերեք։ Այդպես պետություն չեն կառավարում։ Պետությունը կառավարում է ֆունդամենտալ օրենքներով։ Պետությունը կառավարում է ժողովրդին ասելով սիրելի ժողովուրդ աշխատի, որ ապրես։ Ոչ թե եկեք մի հատ ֆրասնենք այս բանը։ Այսպես օրենք չի կարող լինել ընդհանրապես։ Որևէ տրամաբանական բացատրություն այստեղից չտեսա։ Եվ երբ որ մենք տեղից նստած ասում ենք, իսկ դուք մտածել եք, որ Պուտինին կարող է բողոքել, ինչ որ մեկն ասեց բանով, չեմ անում, ասեց յուղ վառել, ինչ է, խոսքերը պահեք ձեզ, ցույց կտանք ոնց է յուղը վառում, եւ ոչ միայն խոսքերով ու տրամաբանությամբ։ Եվ երկրորդը, լավ իշեք ինչ եք խոսում։ Կարող է պատահել նույնիսկ նարիշկին եկել ասել է ոչինչ, լավ է։ Բայց պարզ չէ, որ այսօր եթե դուք կլինեք Ռուսաստանի նախագահ կամ ղեկավարը, կասեք, ես ուզում եմ հայերը մեզ գցեն։ Վերջին հաշվով ըստ էության դուք ընիացել եք գցում։ Այմեր ես չեմ քվեարկել ԵՏՄ-ն։ Ես դա կողմը չեմ։ Բայց եթե մտել եք ձեզ կարգին պահեք։ Այդպես ո՞նց կարելի աշխատել։ Հիմա մի երկու բառ 3 րոպե կա մեր օլիգարխների մասով։ Լսեք։ Մեր օլիգարխները հատկապես դրսի արդեն սկսում են հոգնածնել։ Նրանք դառնում են ծանր դեր այս հանրապետության զարգացման վրա։ Երբ որ օլիգարխը գալիս է մի հատ մոլ է կառուցում, ես չեմ ասում բան չեն արել, բայց եթե մոլ է կառուցում, ամեն մոլի դիմաց 1500 հատ փոքր խանութ է փակվում։ Այդ նշանակում է, որ եթե ինքը 300 միլիոն ծախսեց մոլի դիմաց, իրականում 400 միլիոն ստացավ այն փոքրերից։ Մինչև հիմա կառավարությունը մի հատ որոշում չարեց, ասեց այս երկրում լնելու է Երևանում, ասենք մի հատ երկու հատ մոլ, այդ լնելու է Սովետաշենում։ Ձեզով է իրանք մարդկանց քանդակները, ներդրումները, փողը ձեռներից առնեք։ Երբ որ օլիգարխը գալիս է եկեղեցի է կառուցում, նայեք, մենք ունենք 6500 եկեղեցի, 9 միլիոն հայության վրա, 1450 մարդուն մի եկեղեցի, ավելի բարձր խտություն միայն հույներն ունեն։ Խոսքի օրինակ ամբողջ ուղղափառ աշխարհը ունի 17000 եկեղեցի չասված հույները։ Հույները ափսոս Շարմազանովը նորից էստեղ չի, հույները նույնիսկ բան են հասել նրան, որ քաղաքներից մեկում ամեն մեկին թույլ տվեցին Բաքվում Պուչուրիկ եկեղեցի կառուցել, որ բրծնել այդ խնդրից, այդ ձևական խնդիրից։ Իհարկե եկեղեցիները պետք են սիրելիներս, բայց չափ կա, սահման կա։ Այդ եկեղեցին, որ դուք կառուցում եք, տարեկան 1.5-2% ամորտիզացիան հաշվեք։ 500 տարի հետո ով է պահելու։ 6500 եկեղեցի վրա ծախսվել է այսօրվա գներով 30 միլիարդ դոլար։ Դրա տարեկան ամորտիզացիան անում է 400 միլիոն դոլար։ Եթե եկեղեցի ես կառուցում, 500 տարվա համար փողը տար դեպոզիտ դիր։ Որ քո կառուցած եկեղեցին 50 տարի հետո քո մայից հետո վերանորոգ են քո հաշվին, այլ ոչ թե հասարակության հաշվին։ Բայց երկրում չկանգնի կաթողիկոսը, երկրի նախագահն ասես ինչ եկամ։ Բա մի հատ գրադարան չկառուցվի, որտեղ տնտեսագիտական գրքեր են, որտեղ մենք գնանք կարդանք ինչ բան հարկային քաղաքականություն, ու այսպեսի օրենքներ չգրենք։ Սա է խնդիրը։ Ու ես ճիշտ եմ։ Այստեղ ես չեմ սկանե, գիտեք մի կողմից սենց ենք նայում սենսա, բայց մի կողմից խոնամիտես բան չկա։ Այստեղ կա մի կողմ, եւ այդ կողմը 100%-ով սխալ է։ Շնորհակալություն։